Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ։ Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Պաշտպանության նախարարությանը այն կատարված ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել։ Մասնավորապես վերջին մի քանի օրը մեր քաղաքացիների շրջանում լուրջ քննարկման առիթ են դարձել Պաշտպանության նախարարության եւ նախարարի հրապարակած երկու տեսանյութեր, այսինքն արդեն երևի 3 տեսանյութեր, մեկում երևում է Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկան եւ Հայաստանում արտադրվող զինտեխնիկան եւ արդեն երեկվանից էլ լրջագույն քննարկման առարկա է այն պաշտպանական ամրաշինական կառույցները, որոնք որ կան Հայաստանի սահմանային երկայնքով։ Սիրելի քաղաքացիներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման խնդրում եմ դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է եւ ոչ թե երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալը ու Սևանի կամ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում ասաբնյակներ գցելը։ Ասաբնյակները պետք է լինեն մեր զինվորների համար ու բառի ոչ հարմարավետ, այլ պաշտպանունակ ու ամուր իմաստով։ Շնորհակալություն։